Բարև ձեզ հարազատներս, այսօր լավություն անելու մասին եմ խոսելու ու վերջում էլ մի խնդրանք եմ ձեզ ուղղելու, կա շատ բաներ կա խոսելու երկրի վիճակից, էլ ամեն ինչից ու այսօր հետաքրքիր էր, որ Տոնի Ռոբինսի վերջի օրներ լսեցի ու ասեց, որ դուք ունեք շատ արժանի թշնամի։ Սա շատ կարևոր է, արժանի թշնամին դա քո մասին է, որ դու այդ քո պոտենցիալը օգտագործես թշնամու դեմ ու հասկացա, որ թշնամու դեմ լավություն անելը պարտադիր է, որ մենք հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների թեկնածու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Մեր երկրում կան սխալ ուսմունքներ, որ լավություն չի, միշտ են եղել այդ ուսմունքները, որ այսօրը լավություն չի կարելի անել, կամ ընդհանրապես լավություն չի կարելի անել, ոչ մեկ չի գնահատում, կամ լավություն եմ արել, վատություն է դարել եւ այլն, ամեն ինչ կարող է լինել։ Ես հիմա իմ լավություններից մեկի մասին եմ պատմելու։ Ուրեմն սա երևի 15 տարվա պատմություն է, իմ մոտ պարբերաբար մեջս փրկիչ էր արթնանում, գուցե երևի սրբերի մասին գրքեր կարդալուց կամ ֆիլմեր դիտելուց հետո ես տենց մի շաբաթ բան էի, լավություն անող էի։ Ուրեմն ձմեռ է, ցուրտ ձմեռ եկել եմ աշխատանքի ու տեսնում եմ այն դիմացից գոլեգաներից մեկն է գալիս, ռուս ազգի չէր այդ գոլեգան, անունը չեմ կարա հիշեմ, ասենք թե Խանոմա Սուլեյմանովնա, չեմ կարա հիշեմ։ Ճիշտ է, ուրեմն ես արագ այդ բանով վազում եմ, դուրը բացում եմ, անցեք Խանոմա Սուլեյմանովնա։ Դրանից հետո մյուս դուրն է, ծանր դռներ, մյուսն եմ բացում, արագ իրան անցնում, նորից բացում դուրը, անցեք Խանոմա Սուլեյմանովնա։ Հիմա եկել ենք այն ժամանակներում դեռ աշխատանքի որ գնում ենք մատյան կար դրած մուտքի մոտ, որ գրանցում ենք, որ ես այս ժամին եկա, հետո դուրս գալուց։ Դրանից հետո իհարկե հետո մծրեցին, էլ չիպերով էինք գնում, էլ հետո մատնահետքերով, ակնահատակներով էլ ստուգում էին մեզ, բայց դեռ մոտավորապես 15 տարի առաջ դեռ մատյան էր ու արագ վազում եմ, գրիչը տալիս եմ իրան, լրացրեք Խանոմա Սուլեյմանովնա, իրանից հետո ես եմ արագ լրացնում, էլի իրան շրջանցում, վազելով գնում, որ այն մյուս դուրը բացեմ, մի 100 դուր էր միջև հանդերձարան, ուրեմն բացել եմ դուրը, տեսնում եմ վերանորոգում է տեղի ունեցել ու այդ ինչ դույլերա, ներկերա, ավելները, հատակը լվանող սարքերը լրիվ լցրել են այդ փոքր միջանցքը ու տեղ չկա անցնելու։ Մենք էլ ձմեռային շորեր հագած, շարֆերով, գլխարկներով, կապիշոններով, ասում եմ, սպասեք Խանոմա Սուլեյմանովնա, ես առաջ եմ անցնում, որ այդ տարածքը բացեմ, որ ինքը կարողանա հանգիստ անցնել։ Ես մի խոսքով բացում եմ, ու չգիտեմ ես ինչի եմ կպնում, ու սկսում է ֆիլմը «Один дома», ով որ տեսել է, դա մի ժամանակ իմ սիրած ֆիլմն էր, որովհետև ինտերիերի վրա սիրարված է տան ինտերիերի վրա, ու ես ինչ-որ մի բանի կպնում եմ, այդ բանը կպնում է դույլին, դույլը խփում է ավելին, ավելը խփում է այդ հատակը լվանող սարքին, այդ պատին է խփում, դե գալիս է ինչ-որ մի բան խփում այդ Խանոմա Սուլեյմանովնայի գլխին։ Ես լեղաճակ եմ ելնում այդ դնգոցից, ինքն էլ հələ չի հասկանում ինչա կատարվել, հենց որ հասկանում է, որ ինչ տեղի ունեցավ, մի հայհոյանք է կապում աշխարհի բոլոր վերանորոգողներին, աշխարհի բոլոր ներքնարողներին, ավել սարքողներին, դե բոլորին բաց ինձնից, քանի բայց չնայած որ մեղավորը ես էի այդ ամեն ինչի, դե ինչ չի կարա, որովհետև սա կես ժամ է իրան ծառայում է։ Ասելիքս այն է, որ լավություն պետք է անել, կապ չունի ինչ հետևանքների կարող է բերել, սա շատ կարևոր բան է։ Լավություն անելուց բոլորս հեռու ենք, բոլորս ես որ ասում եմ իմ մասին, այս տեսահոլովակները լրիվ իմ մասին է, ու եթե ձեզ ճանաչում եք այդ տեսահոլովակի մեջ, դուք եք դրա մեջ, կուզեմ դուք էլ ինձ հետ հավասար փոխվեք, ու այս լավություն անելը պիտի ոնց որ ներբեռնենք, ոնց որ աշխատանքի նման վերցնենք, որ անենք, որովհետև սա շատ կարևոր է, ինչի ենք լավություն չենք անում, որովհետև սիրտներս կարծրացել է։ Կան իհարկե մարդիկ, որ անում են այդ լավություն, իրանց մեջից գալիս է այդ տալը, իսկ իմ նմանների մեջ մոտ, ովքեր սենց կարծրացած սրտով են, աշխատանքի նման պետք է անենք, մինչև սիրտներս փափկանա, արդեն դա սլացիկ լինի, սա շատ կարևոր է։ Լավություն անելու համար մի խնդրանքս հիմա ես ձևակերպեմ, մի ժամանակ հոբի ունեի, տիկնիկներ էի զարդարում, հին տիկնիկներ, դա սկսեց այն ժամանակ, երբ որ եղբորս երեխաները, աղջիկները դեռ փոքր էին, որ տեսնում եք տիկնիկները ուզում են գցեն, ու ես էլ դա գիտեք որ գցելու բան չունեմ, այդ վերադարձնում էի, ասում էի տվեք ինձ, լողացնում էի, մազերները լվանում էի, տիկնիկների համար շորեր էի, ոչ թե կարում էի, ավելի շատ կպցնում էի, դե կտորներ միշտ ունենում էի,
Հիմա կուզեմ այսպիսի մի խնդրանք առաջարկ, ովքեր որ տանուն են փոքր երեխաներ ու թափելու տիկնիկներ, եթե դուք ինձ 2 հատ տիկնիկ տաք, ես երկուսն էլ կզարդարեմ, մեկը կվերադարձնեմ ձեզ, ձեր երեխան կխաղա, երկրորդն էլ կտամ այն երեխաներին, ովքեր չունեն այդ տիկնիկների հնարավորություն, ես էլ չունեմ տիկնիկ առնելու հնարավորություն, որ իրանց համար տանեմ, այնպես որ ահագին հետաքրքիր բան արած կլինենք։ Եվ որ եթե ունենաք ինձ անձնականով գրեք, միգուցե գալու եք իմ մոտ խորհրդատվության այդ ժամանակ կբերեք, եթե չի, ես կկազմակերպեմ գամ այդ տիկնիկները վերցնեմ ու հետո ձեզ վերադարձնեմ։ Այսքանն էի ուզում ասել, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։